Ի սկզբանե դպրոցը եղել է հոգևոր դաստիարակության կենտրոն, եւ մինչ այսօր վանական համալիրներում մենք կարող ենք տեսնել դասասենյակներ, որտեղ հոգևորականները հայ փոքրիկներին փոխանցում էին ոչ միայն գիտելիք, այլև հավատ առ Աստված։ Մենք չենք խոսի այսօր առաջին դպրոցների կամ կրթական համակարգի փոփոխությունների մասին, այլ կամ կառնենք հենց երեխաների քրիստոնեական դաստիարակության վրա։ Այսօր հանրակրթական դպրոցներում քրիստոնեության հետ ծանոթացումը իրականացվում է հայ եկեղեցու պատմություն առարկայի շրջանակում։ Առարկայական ծրագիրն ու ժամանականակը չեն ենթադրում երեխաների հոգևոր դաստիարակությունը, որն արդյունքում պետք է իրականացնեն ծնողները։ Գաղտնիք չէ, որ դա մեզ գրեթե չի հաջողվում, նախ այս ոլորտում առկա սեփական բացերի պատճառով։ Երբ մանուկը սովորում է խոսել, պետք է նրան աղոթել սովորեցնել։ Երբ ոտքի է կանգնում, պետք է երկրպագել սովորեցնել։ Իսկ երբ քայլել է սովորում, պետք է եկեղեցու ճանապարհը սովորեցնել։ Երեխաներին ազգային հոգևոր դաստիարակություն տալու, հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատմության, դավանանքին, տոնատիսական համակարգին, ավանդույթներին առավել հանգամանալի ծանոթացնելու նպատակով եկեղեցուն կից գործում են կիրակնօրյա դպրոցներ։ Այդ դպրոցների առաքելությունն է ազգային ինքնությամբ եւ նկարագրով, քրիստոնեական արժեհամակարգով եւ ավետարանական պատգամներին համահունչ բարոյական արժեքներով գիտակից անհատի ձևավորումը։ 2022 թվականի փետրվարին Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնի նախաձեռնությամբ Ստեփանակերտում եւ համայնքներում սկիզբ դրվեց կիրակնօրյա դպրոցների գործունեությանը։ Եվ մի տանից մեզի փորձություն, այլ պտյաս մեզի չարե, զիգոր արքայություն եւ զորություն եւ տարք հատյանս ամեն։ Արդեն երկրորդ տարին է Փառք Աստծո, Արցախում գործում է կիրակնօրյա դպրոցներ, մենք Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցն ենք, այս տարի արդեն անուն ենք տվել մեր դպրոցին, Զատիկ է անվանվում, ինձ թվում է շատ խորհրդավոր անուն է, որովհետև հենց քրիստոնեության հիմքը դա Հիսուս Քրիստոսի հարությունն է, եթե ինչպես Պողոս Առաքյալն է ասում, հարությունը չլիներ, իզուր է մեր քարոզչությունը եւ մեր հավատքը։ Տարբեր տարիքի երեխեք են հավաքված մեր դասարանում 8-ից մինչև 13 տարեկանը, ճիշտ է դժվարություններ առաջացնում այս տարիքային տարբերությունները, ցանկալի է որ հետագայում հաշվի առնվի սա, որպեսզի իրոք տարբեր տարիքների դասարաններ լինեն, որովհետև փոքրերի հետ ուրիշ կերպ ես խոսում, մեծերի հետ ուրիշ կերպ, ձգտում եմ մեր բարբառով դասը տալ երեխեքին, որ ավելի լավ ընկալելի լինի, իրենց հետ ընկերական ենք շփվում, ես եւ Լուսինեն, ցույց չենք տալիս, որ մենք վեր ենք իրենցից կամ բարձր ենք որպես ուսուցիչ, իրանց հետ սովորում ենք, նայում ենք, գտնում եմ, որ շատ բաներ են սովորել, ավելի շատ են սկսել հաճախել եկեղեցի պատարագներին, ժամերգություններին, շատ ուրախալի է դա, ասեմ, որ ավելացել է երեխեքի թիվը, կարծես թե ամեն օր նոր երեխա է գալիս առանց մեզ ասելու, զգուշացնելու եւ դա շատ ուրախալի է։ 40-ից ավելի տարի ստաժ ունեցող ուսուցչու համար երևի եզակի դասաժամն է, որը շատ մեծ հետաքրքրությամբ ես էլ եմ վերաբերվում, աշակերտներն էլ, փաստորեն այստեղ հավաքված են տարբեր դպրոցների, ինչու՞ չէ տարբեր դասարանների աշակերտներ, որոնք համախմբվել են, դարձել են մի հետաքրքիր խումբ, շատ սիրում հարգում են իրար, կարողանում են մտերիմ մթնոլորտ ստեղծել եւ աշխատել, լսել, շատ ուշիմ, շատ հետաքրքիր լսում են, հիշում են, հետո վերարտադրում են եւ իմ նպատակը այն չէ, որ իրենք զուտ աստվածաշնչյան տեքստը ուսումնասիրեն, դա կարող են անել եւ ինքնուրույն եւ իրենց դպրոցներում, եկեղեցու պատմության դասերին, իմ նպատակը այն է, որպեսզի իրենք սովորել ներել իրար, սիրել, զիջել, այսինքն առօրյա կյանքում կարողանան լինել արժանապատիվ քաղաքացի եւ հայրենասեր արցախցի։ Ինչպես գիտեք, արդեն Զատիկը մենք նշեցինք եւ այս կիրակի կրկնազատիկն է, որ մի քիչ առաջ երեխաների հետ այդ հարցու պատասխանների ժամանակ ինչպեսի ուրախությամբ երեխաները պատասխանում են ուսուցչի հարցերին եւ մենք օգտից նայում ենք, որ այդ երեխաները ինչքան կարեւոր է որ իրանք իմանան եւ հասկանան եւ բնական է որ այդ երեխաները գնում են տուն
եւ տանը շատ բնական է, որ միգուցե ծնողները չեն իմանում, չգիտեն, կամ տատիկ պապիները չգիտեն դրա մասին, չեն լսել, տես ինչ աշխատանք է տարում երեխաների միջոցով Քրիստոսի ավետարանը հասցնում ենք ամեն մի օջախ։ Եվ սա մեծ նպատակ է, որ երեխաներն են նախ եւ առաջ այն պարզ միամիտ հավատացյալները, որ պիտի կերտենք հենց Կիրակնորիա դպրոցում եւ ոչ միայն Կիրակնորիա դպրոցում, այլ նայում եք հենց աղը ինչքան որ պատահում է երեխաներին, առաջերտին պետք է մեր ընտանիքներում դա կերտենք։ Եվ այդ ամենի լույսի շողի տակ բնական է, որ մարդկանց մեջ տարածում այդ Քրիստոսի լույսը, հարության ավետիսը, որ մենք որպես այդպեսին կերտում ենք Կիրակնորիա դպրոցում։ Եվ կարծում եմ, որ այս ճանապարհը, որը ընտրել ենք եւ կատարում ենք որպես լույսի տարածումը Քրիստոսի եւ մեր թեմի առաջնորդի դրոնությամբ եւ օրհնությամբ, մենք այդ ճանապարհը ընտրել ենք որպես ճշմարիտ ճանապարհ։ Եվ մենք այդ բոլորս որպես հոգեվորականներ լծված ենք այդ գործին, ծառայությանը, որովհետեւ այդ ծառայությունը ոչ միայն մեզ համար է, այլ նաեւ ժողովրդի եւ ի վերջո այդ բոլոր երեխաներին պետք է ուղղորդեն դեպի հավիտենական կյանք։ Այս փոքրուց է սկսում ամեն ինչը։ Տեսեք, մանկապարտեզներ կան, որ այս քանի օրվա մեջ կազմակերպել են նաեւ Սուրբ Զատիկ։ Գնում ես նայում ես այդ երեխաներին խանդավառությունը, ուրախությունը, որ ինչպիսի միջոցառումներ են կազմակերպում ուսուցիչները եւ այնտեղ ներկա են եղել եւ լինում են իրենց ծնողները, նայում են եւ որպես հոգեորական նայում ես եւ հոգիդ կարծես ցնծում է, ուրախանում ես, որ մենք ունենք այնպիսի երեխաներ, որ նաեւ մանկապարտեզից են ճանաչում Քրիստոսին եւ այսպես շարունակ պետք է աշխատենք ամեն մեկս մեր տեղում, աշխատենք այդ լույսը ինչքան հնարավոր է տարածել, որովհետեւ մեր միակ ճանապարհը մարդու հոգու կերտման, հոգու փրկության բնականաբար դեպի Քրիստոս է տանում եւ ինքը ասել է, ով ինձ հավատա, նա պիտի փրկվի։ Կիրակնորիա դպրոցներում դասերն անցկացվում են տարբեր մեթոդներով։ Աստվածաշնչի ուսուցումը համեմված թեմատիկ ձեռագործ աշխատանքներով, հետաքրքիր ուսուցողական խաղերով նպաստում է երեխաների մտածողության, տրամաբանության, հիշողության զարգացմանը։ Ուսուցիչների ոգևորությունը եւ դասերի վարման հետաքրքրաշարժ եղանակը շարժառիթ են դառնում, որ յուրաքանչյուր հաջորդ դասին ավելանա Կիրակնորիա դպրոցներում սովորող մանուկների թիվը։ Աստվածաշնչի ուսուցումը մարդուն ուղղորդում է ճիշտ ապրել այս կյանքում, քրիստոնեավայել ապրել, ճանաչել կենդանի Աստծուն։ Այս տարիքում կարևոր եմ համարում սովորել Աստվածաշունչը հենց առաքելական եկեղեցու հովանու տակ, ինչու որովհետև շատ են աղանդավորները, որ հոգևորությամբ են զբաղվում եւ հեշտ է այս տարիքում երեխաներին որսալ։ Շատ լավ է, որ այս հիմքը դրվում է հենց այս տարիքում։ Իմ խմբի ուսուցչուհիներն են Քուրս Սոֆիան եւ ընկեր Լուսինեն, երկուսին էլ շատ եմ սիրում։ Նրանք ինձ նաեւ սովորեցրին համբերատարությունը, բարությունը եւ սովորեցրին, որ պետք է դիմացինի հետ վարվեմ այնպես, ինչպես որ ցանկանում եմ ինձ հետ վարվեն։ Նրանք ինձ հետ շատ սիրով են, ես նույնպես փորձում եմ դիմացինիս հետ այդպես վարվել։ Թույլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ եւ արգելք մի եղեք նրանց, որովհետեւ Աստծո արքայությունը այդպիսիներինն է։ Կիրակնորիա դպրոցում օրեցօր ավելացող երեխաների թիվը խոսում է այն մասին, որ մեր երեխաները հոգևորի կարիք ունեն։ Կարիք ունեն հավատքի եւ վստահության, իրենց արմատների հետ ամուր կապի վերականգնման։ Հարցեր ունեն, որոնց պատասխանները երբեմն չեն գտնում տանը եւ դպրոցում։ Թեև պետք է խոստովանել, որ դպրոցներում շատ մանկավարժներ անհատական նախաձեռնությամբ փորձում են երեխաներին ծանոթացնել հոգևոր արժեքներին, կազմակերպելով ուխտագնացություններ, էքսկուրսիաներ, զանազան միջոցառումներ։ Այդպիսի նախաձեռնության լավ օրինակ էր Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցի նախադպրոցական ժպիտ խմբի ծաղկազարդին նվիրված միջոցառումը։ Պատերազմից հետո 2 տարի անընդմեջ գլխիս մեջ պտտվում էր ինչպես իրականացնել ծաղկազարդ խորագրով միջոցառում։ Եվ ահա բարի մարդկանց շնորհիվ եւ իմ սաների շնորհիվ մենք իրականացրինք ծաղկազարդի հրաշափառ տոնը։ Ծաղկազարդը իրապես հույսի, հավատքի, վերականգնման, նոր սկզբի ազդարարար է եւ հոգեզվարդ է, քանի որ երեխաների օրհնության օր է։ Այսօր մենք միջոցառման ընթացքում Տեր քահանայից օրհնություն ստացանք եւ պատգամ Աստծուն, հայրենիքին եւ հավատարիմ մնալու քրիստոնեական արժեքներին։ Իսկ իմ բալիկների պարը, ասմունքը, երգը աղոթք էր առ Աստված։
Իսկ մենք գիտենք, որ երեխաների շուրթերից հնչած աղոթքը շուտ է երկինք հասնում եւ հավատացեք, որ աշխարհը կփրկվի մանկան հոգու մաքրությամբ։ Եվ քանի որ Քրիստոսի ճանապարհը դարձարում են ձեր լրով, Նազար իմ յարը, ոյ Նազար յարը, ոյով չի նայիք ես ոյ Նազար յարը, ընկերես այս հադար Նազար յարը։ Այսօր մասնակցեցի այս գեղեցիկ միջոցառմանը առաջին դրոցում կազմակերպված Տիկին Ավագիմյանը հրաշալի կերպով երեխաների հետ այս միջոցառումը կազմակերպեց եւ նոր պատկերներով, նոր գեղեցիկ ձևերով, նոր բովանդակությամբ մեզ ներկայացրեց Ծաղկազարդի այս հրաշալի խորհուրդը։ Շատ բան սովորեցինք, ասեմ, որովհետեւ այդպես է լինում։ Եկեղեցուց նաև պետք է մենք այս գեղեցիկ տոները տանենք ժողովրդի մեջ։ Իսկ դա լինում է լավ կազմակերպությունների միջոցով, երեխաների միջոցով, այսի միջոցառումներ կազմակերպելով։ Ուղղակի հիացած ենք։ Հարկ Աստծո։ Ես էլ ուրեմն նաև մեր երեխաներին այս կեցվածքը, այս խիզախությունը, այս իսկապես հոգևոր կեցությունը, իրանց մեծ ամուր հավատքը ինձ իսկապես գոտ է պնդեց։ Հարկ Աստծո դրա համար։ Մանավանդ վերջին պահին, երբ պարը բարեցին երեխաները, իրենց պարին միացան նաև ծնողները իրենց սիրելի եւ ստեղծվեց մի հզոր գեղեցիկ սքանչելի մի իրավիճակ։ Իսկապես դա հրաշալի էր մեզ համար, բոլորիս համար։ Գեղեցիկ, ամենագեղեցիկ տոներից մեկը Ծաղկազարդը նվիրված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելու հիշատակին, նա զնում է խաղաղություն հաստատելու։ Ինչքան գեղեցիկ է նրա մուտքը Երուսաղեմ, աղանակի վրա նստած նա մտավ քաղաք։ Մարդիկ դրա դիմավորեցին որպես թագավոր ու փրկիչ եւ ծիթելու ուռելու ճյուղեր թափեցին նրա առջեւ։ Իսկ ինչու է աղանակի վրա նստել, նա ընտրել է ամենախոնար կենդանուն, որովհետեւ նա իր օրինակով մեզ ցույց տվեց լինել համեստ ու խոնար։ Եկեղեցու տաղավար տոների մասին ամբողջական պատկերացում ունենալը եւ տաղավար տոներին հանրակրթական դպրոցներում անդրադառնալը սա արդեն առաջընթաց է։ Առաջի անգամ է ընդհանրապես Ծաղկազարդը հանրակրթական դպրոցներում տոնվում։ Եվ Ծաղկազարդի խորհուրդը սկսում մատուցվել 5 տարեկաններին։ Սա հրաշալի է, ուղղակի, որովհետեւ Ծաղկազարդի խորհուրդը սովորաբար առերևույթ է ընկալվում։ Իսկ իրականում Ծաղկազարդով մենք ծաղկում ենք լավ մտքերով, լավ արարքներով, լավ գործունեությամբ, լավ վարկանիշ ձևավորելով եւ լավ արժեքներ ստեղծելով։ Ողջունելի է, որ հենց նախապատրաստական խմբում նախաձեռնել են եւ երեխաներին մատուցել են օրվա խորհուրդը։ Ես գիտեմ մի բան, մեր հանրակրթության մեջ քրիստոնեական արժեքները որքան հնարավոր է ամուր պետք է նստեն։ Քրիստոնեական արժեքներով դաստիարակություն եւ կրթություն իրականացնել նշանակում է հետևել Սուրբ գրքի կանոններին, թեկուզ 10 պատվիրաններին, ապրել ազնիվ, պարկեշտ, ժուժկալ եւ բոլոր այդ հատկանիշները երբ ենք լուծում, եթե մեր մեջ ունենանք, սխալվելու հավանականությունները շատ քիչ են։ Նահանջելու հավանականությունը քիչ է, կհասնի նվազագույնի դավաճանությունը։ Եվ ընդհակառակը կա անձնվիրում, կա հավատարմություն, կա պայքարի ոգի, կա կամք պայքարի։ Կամքը քրիստոնեությունը ամենալավ կամք ձևավորող ուսմունքն է։ Թեև 5 տարեկան հասակում երեխաները դեռ ընդունակ չեն ընկալելու երևույթները ամբողջ խորությամբ, սակայն նրանց մեջ կմնան այս միջոցառման հետ կապված դրական հույզերը, որոնք արթնանան ամեն անգամ հոգևորականի հետ հանդիպելիս կամ հոգևոր երաժշտություն լսելիս։ Եվ դա գուցե լավագույն նախադրյալն է իրական քրիստոնյայի դաստիարակության համար, ով կպաշտի Աստծուն, ընտանիքը, հայրենիքը։ Երեխաների նկատմամբ պիտի մեր մոտեցումը լինի իսկապես նուրբ եւ իմաստուն կերպով
եւ հոգեվորը երեխաներին տալու ժամանակ պիտի մենք հաշվի առնենք նրանց տարիքային առանձնահատկությունները, նրանց գիտակցությունը, նրանց մանկությունը, ուստի եւ մենք պիտի շատ նուրբ վարվենք երեխաների հետ։ Դրա համար հատուկ բանիմաց մարդիկ են պետք, ինչպես Տիկին Ավակիմյանն է, որպեսզի կարողանան երեխաների հետ կազմակերպել եւ հոգեվոր դաստիարակությունը հասցնել երեխաներին։ Թե ինչպես պիտի լինի, իսկապես ամեն մարդ դա չի կարող կատարել, դա սուրբ առաքելություն է։ Բայց երեխաները ամեն դեպքում մեր հոգատարության ներքո են, մեր եկեղեցու հոգատարության ներքո են եւ այս հոգատարությունը պիտի մենք կատարենք անմնացող կերպով։ Շատ կարեւոր է եկեղեցու հետ կապ հաստատել, հավատքի հետ կապ հաստատել, ավետարանական գիտելիքները գեղեցիկ կերպով տալ երեխաներին։ Դրանք շատ կարեւոր են։ Դե ինչպես տալ պահանջում է իմաստուն խելոք ազնվորություններ, բանիմաց ազնվորություններ։ Առերևույթ չէ միայն հիշելու, որովհետև այնտեղ կային շատ ճիշտ ու գրագետ մեսիջներ։ Ասենք իմաստավորվեց Քրիստոսի մուտքը, երեխաները առանձին իրենց պատկերացումները, ընկալումները ասեցին եւ մի հետաքրքիր բան համադրվեց այն հայրենասիրության հետ։ Ասում են երեխաները ուրիշտեղ այսպիսի արևածագ չկա։ Աստված իրականում մեզ դնում է մի տարածքում եւ ասում է մնացեք ու բարգավաճեք այդտեղ։ Այսինքն մենք պարտավոր ենք իրականում մեր ֆիզիկական հայրենիքում մնալ, որտեղ մեզ դրել է Աստված, եւ այն ծաղկեցնել։ Ծաղկեցնում ենք մենք ինքներս ծաղկելով։ Մարդը ծաղկում է, երբ լավ գործ է անում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա է մեծը։